Օրվա իրադարձությունների տեղեկատվությամբ ազդարար լրատվականն է Ցայք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերում բարև ձեզ։ Թողարկման մեջտեղ կտած նորությունները նախ համառոտ։ Շիրակի մարզն արդեն մարզպետ ունի։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին։ Անիի տարածաշրջանի Ջրափի համայնքում է գտնվում Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հայրական տունը։ Glendale Hills շին կազմակերպության աշխատակիցները կրկին դժգոհության ալիք են բարձրացրել, շինարարները հավաքվել են մարզպետարանի դիմաց և սպասել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Փետրվարի 1-ից մեկնարկել էր միասնական և կենտրոնացված ավարտական քննությունների դիմումհայտերի ընդունումը, գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել մարտի 15-ը։ Մարտի 10-ին ավելի քան 3000 ադրբեջանցի բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի շատրվանների հրապարակի մոտակայքում, այն կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով, շարքային զինծառայող Սեյմուր Ալավերդիևի մահվան դեպքից հետո։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին։ Վերջինս հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների առիթով իր երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի շնորհավորական նամակն և անձնական շնորհավորանքը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Միացյալ Թագավորություն Հայաստանի երկկողմ հարաբերություններին, Հայաստանի եվրամերձեցման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրների։ Փոխքարտուղար Ֆրեյզերն իր երկրի կառավարության անունից վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը մեծապես աջակցում է Հայաստանում բարեփոխումների գործընթացին, որոնք շարունակվելու են նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մարտի 12-ին Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ավելի վաղ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը մերժել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը։ Նշեմ, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը մարտի 10-ին զանգահարել է Ռաֆի Հովհաննիսյանին հանդիպման պաշտոնական հրավեր փոխանցելու համար։ Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը։ Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները, ասել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամլոք քարտուղար Արմեն Արզումանյանը։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում մի խումբ լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ լուրը, թե ինքը մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը, իրականությանը չի համապատասխանում, և հավելել, որ ինքը Սերժ Սարգսյանին հրավիրում է հանդիպել բաց երկնքի տակ։ Եթե ինքը ինձ ասելիք ունենա, կարող եք հալ ստեղ նստել և ես հարկանքով կլսեմ իր առաջարկները։ Ավելացնեմ, որ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը մարտի 10-ին Ազատության հրապարակում անցկացրել է հերթական հանրահավաքը, որում հայտարարել է, որ հացադուլ է սկսում։ Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, նշել էր նա։ Ռաֆի Հովհաննիսյանին այցելել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը։ Սահմանադրական դատարանը մարտի 11-ին մերժել է Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ իրավաբան Կարեն Մեժլումյանի, ինչպես նաև Անդրեաս Ղուկասյանի միջնորդությունները, որոնցով պահանջվում էր Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին գործի քննությանը ներգրավել որպես վկա, ոչ թե որպես երրորդ կողմ։ Նշեմ, որ Սահմանադրական դատարանում այսօր լսվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածուներ Անդրեաս Ղուկասյանի և Ռաֆի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
Այսօր Սահմանադրական դատարանում սկսվել է նախագահի նախկին երկու թեկնածուների Ռաֆի Հովհաննիսյանի ու ինքնաառաջադրված Անդրեաս Ղուկասյանի դիմումների քննությունը։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նիստի սկզբում հայտարարել է, որ նախագահի թեկնածուների դիմումների համաձայն որպես երրորդ անձ գործում ներգրավել է Սերժ Սարգսյանը, իսկ որպես պատասխանող կողմ են հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոստիկանությունը եւ դատախազությունը։ Սերժ Սարգսյանը իր շահերը պաշտպանելու համար լիազորել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր իրավաբան Դավիթ Հարությունյանին։ Հայցվոր կողմերից Անդրեաս Ղուկասյանը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարանին, որպեսզի Սերժ Սարգսյանի կողմից լիազորված անձանց, այսինքն Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու պատգամավոր Դավիթ Հարությունյանին հանեն լիազորված ներկայացուցիչների ցանկից։ Անդրեաս Ղուկասյանը պարզաբանում խնդրեց նախարարից այն մասին, թե ինքը ներգրաված է որպես նախարար, թե որպես իրավաբան։ Ներկայացնում եմ, որ ինչպես լիազորագրում նշված է, ես այս պահին հանդես եմ գալի որպես քաղաքացի Հրայր Թովմասյան, որ ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, եւ ներկայացնում եմ Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շահերը։ Ես այսօրվանից մինչև 5 շաբթի օրը դա սահմանությամբ նախատեսված գործիքնության վերջնաժամկետն է, գտնվում եմ արձակուրդի մեջ։ Սահմանադրական դատարանը փակ նիստում քննարկեց միջնորդությունը եւ հղում անելով օրենքի պահանջներին մերժեց։ Դրանից հետո Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը ներկայացրեց այն խախտումները, որոնց պատճառով նրա կարծիքով ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն։ Իդեպ Սահմանադրական դատարանում տարբեր հաստատություններից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ոստիկանությունից, դատախազությունից ստացվել են քննությանը առնչվող մեծ ծավալի փաստաթղթեր։ Սահմանադրական դատարանում Հայաստանի նախագահի նախկին թեկնածուները Ռաֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի դիմումի քննությունը ընդմիջվել է եւ կշարունակվի վաղը առավոտյան։ Անդրադառնալով Ռաֆի Հովհաննիսյանի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներ հետ հրապարակությունում ասել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանում երբևէ չէր քննարկվել նման քիչ ապացույցներով եւ հիմնավորումներով դիմում։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին տրամադրվել է 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ մարտի 11-ից 14-ը ներառյալ։ Արդարադատության նախարարության տեղեկությունների համաձայն Հրայր Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա։ Մարտի 11-ից սկսվում է Երևանի ավագանու ընտրություններում ցուցակների առաջադրումը, ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է այսօրվանից սկսած մինչև մարտի 21-ը ժամը 18-ը։ Ընտրացուցակների գրանցումը կատարվում է մարտի 21-ից 31-ն ընկած հատվածում։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 7-ին եւ կշարունակվի մինչև մայիսի 3-ը, մայիսի 4-ը լռության օր է։ Իսկ մայիսի 5-ին ժամը 8-ին կմեկնարկի քվեարկությունը։ Ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է Հանրապետականը, որի համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Կոալիցիայի մաս կազմող Օրինաց երկիր կուսակցությունը հանդես կգա սեփական ցուցակով։ Ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ-ական ցուցակը գլխավորի արտաքին գործերի նախկին նախարար պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Ժառանգությունը, ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը դեռ քննարկում են մասնակցության ձևաչափը։ Շիրակի մարզը արդեն մարզպետ ունի։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այսօր ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին։ Նշեմ, որ վերջինս ծնվել է 1952 թվականին Անիի տարածաշրջանի ներքին ջրափի ներկայիս ջրափի գյուղում։ 1969 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սովորել ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ-ի Տաշկենտի հատուկ դասընթացներում։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2001 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Տարբեր տարիների զբաղեցնելով մի շարք պետական պաշտոններ հանրապետության տարբեր մարզերում 2007 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Իսկ արդեն 2013 թվականի մարտի 7-ին նշանակվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի 1 դուստր եւ 1 որդի։
Այսպես բարևելով ու ներկաներին ողջունելով նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ ոտք դրեց այն կառույց, որտեղ կպաշտոնավարի առաջիկայում։ Ուրախ եմ այսօր ներկայացնելու պարոն Ցոլակյանին։ Կարծում եմ, որ դահլիճում ներկաներից հիմնականում մեծ մասը ծանոթ են նոր մարզպետին եւ նախորդ աշխատանքի համատեղ շփումներից եւ այն հարուստ աշխատանքային կենսագրությունից նաեւ, որը ունի մեր նոր մարզպետը Շիրակի։ Պատրաստ եմ աշխատելու, արտարամիտ լինելու այնպեսին, ինչպեսին երևի ինձ պատկերացնում են կամ ճանաչում են մարդիկ։ Այստեղ նստածների շատերի հետ շփվել եմ անձնապես, ինչ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը մարդու, աշխատանքի եւ ընդհանրապես հարաբերությունների մասին։ Ինչպես փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, այնպես էլ նորանշանակ մարզպետը հստակ պատկերացնում են, որ Շիրակի մարզում խնդիրները բազում են, իսկ Շիրակի մարզպետի պաշտոնն էլ իրենից բարդ ու պատասխանատու գործ է ներկայացնում։ Այս պաշտոնը ստանձնելով պարոն Ցոլակյանը գիտակցում է, որ հարթ ճանապարհ չի սպասվում իրեն։ Այնուամենայնիվ, թե մարզպետը, թե փոխվարչապետը լիահույս են, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կփորձեն հնարավորինս լուծել մարզում առկա խնդիրները։ Այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան ինչպես հանրապետությունում, այնպես էլ մասնավորապես Շիրակի մարզում, հասկանում է, որ նաև բավականին պատասխանատու ժամանակահատվածում է ստանձնում ինքը այս պարտականությունները։ Ասելիք չունեմ առանձնապես, մենակ մի բան, որ ես շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն են ընձեռվել, ինչ որ ձևով, ինչ որ չափով ծառայելու իմ հայրենիքին, իմ ժողովրդին։ Միակ բանը, որ ես կասեմ, փորձեմ աշխատել մարդկանց հետ, որոնք հիմա աշխատում են։ Աշխատանքի մեջ երևա, թե ով է շարունակելու աշխատել, ով չի շարունակելու աշխատել։ Դրական եմ տրամադրված բոլորի հանդեպ։ Իսկ թե մարզի խնդիրներից նորանշանակ մարզպետը որն է առավել կարևորում, ներկա պահին չի կարող մատնանշել։ Միայն փաստում է, որ ամեն ինչ հայտնի կդառնա աշխատանքի ընթացքում։ Ես առաջնահերթ այսօր որևէ բան ասելիք չունեմ, թե որն է առաջինը, որը երկրորդը չգիտեմ։ Կարող է երկրորդը պետք է դառնա առաջին։ Ֆելիքս Ցոլակյանը նաև գնահատում է նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի շուրջ 3 տարի մարզում ծավալած գործունեությունը։ Այդ աշխատանքն ըստ նրա բավարար է եղել։ Ես այսօր ասելիք չունեմ, բայց ես նորմալ եմ գնահատում, որովհետև ճանաչում եմ վաղուց, գիտեմ եւ գնահատում եմ նորմալ։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Անի տարածաշրջանի Ջրափի համայնքում է գտնվում Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հայրական տունը։ Թեև երկար տարիներ այնտեղ ոչ ոք չի ապրում, բայց համագյուղացիների մոտ Ֆելիքս Ցոլակյանի մասին հիշողությունները դեռ պահպանվում են։ Ֆելիքս Ցոլակյան ջան։ Ինչ ես աղբեր ջան։ Շնորհավորում եմ այ աղբեր ջան։ Հիվանդ է, ուշացրեցի մեր գործը, հիվանդ բարգած է, հա։ Մեր մարզը շատ դժվար է, հասարակությունը շատ է, բան է, բայց Ես իրում ես չգիտեմ թե ինչ է կատարվում։ Հնարավորություն է չէ, որ իմանա մնացածը ինչ է կատարվում։ նայեք, ժողովուրդը լավ է, աղբեր ջան։ Դժգոհ չեմ նել այդ կանքու վաստակը, ջուրը չլցես, այդ կանքու։ Դες անամիտոս, իրես շատ էսին դստուգաշ, հո դեմայա չկնացած, բայց Դե իշքան հնարավորություն է դիսաշկես էլ աղբեր ջան։ Ես ինչ որ ստացել հասցնեմ։ Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ Որոտ Պետրոսյանն է հեռախոսազրույց ունենում։ Վերջինս մարզպետի ոչ միայն մտերիմ ընկերներից է, այլ նաև համադասարանցին է։ Ֆելիքս Ցոլակյանի հետ նրանք նաև ազգականներ են։ Որոտ Պետրոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը եղբոր եւ քրոջ թոռներ են։ Երկուսով սովորել են Ներքին Ջրափի գյուղի միջնակարգ դպրոցում։ Որոտ Պետրոսյանը ժպիտով է հիշում իրենց դպրոցական տարիները։ Պատմության առարգայից շատ ուժեղ էր։ Առհասարակ հերը դպրոցի ուսուցիչ էր, դպրոցի տնօրեններ, բոլոր առարգաներից ինքը լավ էր սովորում։ Որոտ Պետրոսյանը նշում է, որ մանկուց են Ցոլակյանի հետ ընկերներ եղել։ Դպրոցը փոխելիս էլ միասին են փոխել ու միշտ մնացել են համադասարանցիներ։ Ժամանակի մեծ մասը ընկերները միմյանց հետ են անցկացրել։ Փոքր գյուղեր, ամբողջ օրը իրար հետ ենք, մեր 10-12 տղա ենք, ֆուտբոլ է, բասկետբոլ է, զբաղվում ենք։ Որոտ Պետրոսյանը ընկերոջ մասին հիշելիս պատմում է, որ երիտասարդ տարիներին խելոք ու հանգիստ բնավորության տեր էր Ցոլակյանը։ Նրա հետ անցկացրած օրերի վերաբերյալ բազմաթիվ հիշողություններ ունի։ Դեռ դպրոցական տարիներից ընկերներով կիսվել են իրենց ցանկությունների մասին։ Մեր գյուղը լրիվ պագրանիշնի զոնա էր, իրանց տունն էլ մոդիկ էր այդ զոնային։ Դե ռուսները կնում գալիս են, ինքն էլ հենց շատ է շփվում,
Այս ժամանակվանից ինքը հա սկսեց այդ KGB-ով զբաղվել, KGB-ով հետաքրքրվել է, այնտեղ կալուն պատմություններ էր պատմում։ Ժամանակին պատմված պատմություններն էլ իրենց հերքն են թողել, նշում է մարզպետի ընկերը, հավելելով, որ Ցոլակյանը հատկապես սիրել է ազգային անվտանգության համազգեստ եւ ուսադիր կրել։ 10-10 ժամանակները էքսկուրսիայի դպրոցի կողմից գնացինք Երևանից վագոններով KGB-ի նման այդպես պարտո հակավ բերավոր հակներ գնանք Լենինգրադ բանի էքսկուրսիա։ Իսկ սա Ֆելիքս Ցոլակյանի հայրական տունն է։ Յազբեթ Խաչատրյանն ամեն օր մտնում է այս դռնով ու հետևում տանը։ Այն գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղում։ Տանդուրը արդեն մի քանի տարի է ինչ կողպված է։ Տունը 1970-ականներին է կառուցվել։ Արդեն 10 տարի է այստեղ ոչ ոք չի ապրում։ Ներքին Ջրափի գյուղը ջրամբարի կառուցման պատճառով վերաբնակեցել են գյուղացիներն եւ այս բնակարանը պետությունը կառուցել է բոլոր գյուղացիներին էլ տվել են ամեն ընտանիքին մեկ հատ։ 60-ամյա ջրապեցին խնամում է Ֆելիքս Ցոլակյանի հայրական բակն ու եղևնիները, թեև նորանշանակ մարզպետն այստեղ չի ապրել, սակայն ըստ Յազբեթ Խաչատրյանի հաճախ է այցելել։ Արձակուրդը գյուղում էր անցկացնում հոր տանը։ Եղբայրների ամուսնություններին, ամեն արարություններին գալիս էր կամ համագյուղացիներին, երբ տխրություններ լինում գալիս էր ուրախության նույնպես մասնակցում էր, ասենք գյուղից կտրված չի եղել ինքը։ Յազբեթ Խաչատրյանը նշում է, որ ինքը եւ նորանշանակ մարզպետը նույն ազգից են, գյուղում հայտնի են որպես մարգարենց ազգ։ Ազգանունների տարբերությունն էլ իր բացատրությունն ունի։ Գյուղում սովորույթ կա, որ պապերի անուններով են ազգանունները կոչվում, այդպես է նաեւ Շիրակի մարզպետինը, իր Ցոլակ պապի անունով կոչվում է Ցոլակյան։ Մարգարիտ Ամինասյան, Նազելի Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։ Glendale Hills շինկազմակերպության աշխատակիցները կրկին դժգոհության ալիք են բարձրացրել։ Շինարարները հավաքվել են մարզպետարանի դիմաց եւ սպասել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։ Նրանց պահանջը մեկն է՝ կատարված աշխատանքի դիմաց ստանալ չվճարված աշխատավարձը։ Այս մարտիկ Glendale Hills շինկազմակերպության այն աշխատակիցներն են, ովքեր 2012 թվականին իրականացրել են Մուշ 2-2 եւ Անի թաղամասի բազմաբնակարան շենքերի շինարարությունը, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն նրանք դեռ չեն ստացել։ Ժողովուրդը անհանգստացած են իրանց գումարների համար։ Հավաքել ենք, որ մեր փողերի հարցը լուծեին։ Իրենց հասանելիք աշխատավարձը պահանջողների թիվն այսքանով չի սահմանափակվում։ Պարզապես բոլորի անունից պատգամ բերողներն այստեղ ներկա գտնվողներն են։ Հատկացվելիք գումարների չափն էլ բավական մեծ է։ 100 200 կա, 150 կա, մեջտեղից, բայց բանը մեր պարարաբներ, մեր բաման աշխատողների հետ սա ոբշի միլիոն կես կա, միլիոն 200, միլիոն ու մեծ, չէ, միլիոն 800։ Հետի կպես 8 հոգի, 9 հոգին, հələ բազմապատկի քան 8 կա։ Նշենք, որ Glendale Hills շինկազմակերպության աշխատակիցները առաջին անգամ չէ, որ իրենց վաստակած գումարն են պահանջում։ Շինարարները շեշտում են, որ արդեն հոգնել են այս կարգավիճակից, ցանկություն էլ չունեն որևէ բան ասելու։ Շինկազմակերպության պատասխանատուները նշել են, որ իրենք շինարարների հետ կապված որևէ պարտք ու պահանջ չունեն։ Անցած անգամ պատասխանը եղել էր Glendale-ի գրասենյակ, ստեղի գրասենյակ, այսինքն Ախույրանի։ Խոս տվին է դորը, մեկ էլ օրը, քանի որ այդպես ինչքան խոս տալն է, չեղավ։ Հաչ եղավ, ինչ-որ պարավար եղավ, սա կուկուդանք էլի համպիրեք, հմ եղավ հասավ այս օրը։ Այն մեգելներին է կիս բանը, շենքի միջի ռեմոնտիկներին տվին, պարավաբներին, մեզ տասիններին չէ։ Ընդեղ իրենց յուրիստն էր պատասխանեց, որ մինչև ամսի 10-ը իրենց միջամտությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվի, բայց ինչպես տեսնում եք, հա, պատասխան չկար։ Կամաց մարավ, ինչ որ երակ չղանք էջ բանի, հետո նախակային է խնդրեցինք ու տեղագեն են, հետո կամաց տեսանք ու չէ, արդեն քանի կեշտա հննագը։ Շինարարները սպասում են Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։ Շինարարներից մեկը հարցը ներկայացրեց հենց փոխվարչապետին։ Շինարարները սպասեցին այնքան ժամանակ, մինչև փոխվարչապետը կներկայացներ նորանշանակ մարզպետին։ Այնուհետև ներս հրավիրվեցին աշխատակիցներից ոմանք, փակ դռների հետևում քննարկում տեղի ունեցավ։ Բանվորները դուրս եկան բարձր տրամադրությամբ։ Դիմեցինք փոխվարչապետին, պարոն Գևորգյանին, ինքը խոստացավ, որ այս հարցերը կլուծե, մի շաբաթվա ընթացքում մարզպետարանը մեզ պատասխան կտա։
Ինքը եկոց կանչե կլենդելիսի ներկայացուցիչներին Երևանում արդեն իրանք հարցերը կլուզեն։ Իրանք չոր խոսք են տվել արեք Երևան, մենք սինգոն չենք Երևան գալու չունենք, բերեք ստեղծեք։ Մի շաբաթ քանդմի կսենք, փափուկ բացեզը չէ։ Բանվորների խոսքերով պարտքը հասնում է մոտ 30 միլիոն դրամի։ Մեկ շաբաթից աշխատողները նորից կհանդիպեն մարզպետարանում։ Կհասնեմ Երևան, կքննարկեմ ու ձեզ տեղյակ կպահեմ, ասաց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու հեռացավ։ Մարգարիտ Ամինասյան, Նազելի Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Ազդարար լրատվականը բազմից է անդրադարձել քաղաքի վթարավտանգ շենքերում գրանցվող մասնակի փլուզումներին։ Այսօր փլուզում էր գրանցվել Տիգրան Մեծի 26 հասցեում։ Ձնհալքից առաջացած խոնավությունն էլ բնակիչներին նոր խնդիրների առաջ էր կանգնեցրել։ Մասնավորապես, երբ պատերը ծածկվում են ջրով, խոնավացած էլեկտրագծերը վտանգ են ներկայացնում հատկապես երեխաների համար։ Խոնավացած պատերի ծեփոններն ամբողջությամբ թափվում են։ Շենքի բնակիչները ահուդողով են դուրս գալիս բնակարաններից։ Անցած տարվա նոյեմբեր ամսին էլ շենքի կտուրն էր փլվել։ Բնակիչները խնդիրը ներկայացրել են համապատասխան ատյանների։ Հիմի նորիստան նույն վիճակն է, ավելի ահավոր, վախենանքոր իշնինք, վախենանքոր երնինք, կատագը ահավոր վիճակ է, ծեպոնները կթափվի, պատի վրա ծեպոն չի մնացե, մենակ քարեն է մնացե, ղեկավար են, մի օրում չեք անցեցին դերստանք տիրություն ենենք, հարկելի ղեկավար, մարդկանց կորնա քիչում խղճացեք, մեղկացեք, որ ինչ վիճակ է, ամենում մենք սպես այս վիճակով մտնենք ու կելնենք, վախենալով դե հանգած փլվիգը, Երեխեքս 26-27 տարեկան երեխա են վախենալով մտնին կելին, փորձան կարնոր կանսեք թե բա ինչ եղե։ Մարտի 11-ին ժամը 15:11-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղից 2 կիլոմետր դեպի հարավ այրվել է Mercedes Magnish-ի ավտոմեքենա։ Սիսյանից A1+-ին փոխանցել են, որ ականատեսների պատմելով հրդեհը սկզբում բռնկվել է մեքենայի դիմացի հատվածում։ Վարորդը եւ ուղևորները հասցրել են դուրս գալ մեքենայից, որից հետո հրդեհը տարածվել է։ Ամենայն հավանականությամբ հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից։ Ճանապարհի նշված հատվածում մեքենաների կուտակումներ է առաջացել։ Դեպքի վայրում չեն եղել ոչ ոստիկաններ եւ ոչ էլ փրկարարներ։ Գերմանիայի Բաքնանք քաղաքի բնակելի շենքերից մեկում, որի առաջին արկում գտնվում է թուրքական մի կազմակերպություն, մարտի 10-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջ ջոկատներին հաջողվել է հրդեհը ամբողջությամբ մարել կեսօրին մոտ։ Հրդեհի հետևանքով տան մեջ կենդանի այրվել են 8 հոգուց բաղկացած մեկ ընտանիք, որից 7-ը եղել են երեխաներ։ Մարտի 10-ին ավելի քան 3000 ադրբեջանցի բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի Շատրվանների հրապարակի մոտակայքում։ Այն կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով շարքային զինծառայող Սեյմուր Ալավերդիևի մահվան դեպքից հետո։ Զինծառայողը մահացել է 2013 թվականի փետրվարի 28-ին, պաշտոնական վարկածով զինվորը ինքնասպան է եղել։ Նրա ծնողները սակայն պնդում են, որ իրենց որդին մահացել է բութ գործիքի հարվածից։ Գիրակնորյա ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են վերջ դնել Ադրբեջանի զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին։ Ակցիային մասնակցել են նաև մահացած զինվորների մայրերը եւ հարազատները։ Ոստիկանությունը ամեն կերպ փորձել է կանխել ցուցարարների ներխուժումը կենտրոնական հրապարակ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել իրավապահների եւ ցույցի մասնակիցների միջև։ Ոստիկանները գործի են դրել արցունկաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ։ Տարբեր տեղեկությունների համաձայն ձերբակալվել է 60-ից 80 մարդ, որոնց թվում կան լրագրողներ եւ երիտասարդ ակտիվիստներ։ Արդեն հայտնի է դարձել նաեւ, որ բողոքի ակցիայի մասնակիցներից 12-ը դատարանի առջև կկանգնի։ Նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր։ Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի արտահերթ ընտրության օր է նշանակել ապրիլի 14-ը։ Ընտրություններում իշխող կուսակցությանը կներկայացնի Նիկոլաս Մադուրոն, ով ներկայում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը եւ Ուգո Չավեսի հիվանդության ընթացքում ժամանակավորապես ստանձնել էր նախագահի պարտականությունները։ Ենթադրվում է, որ Վենեսուելայի ժողովրդի մեծամասնությունը կհետևի երկրի հանգուցյալ նախագահի կոչին եւ կընտրի հենց Մադուրոին։
Վենեսուելայի ընդդիմությունը ընտրություններին կմասնակցի միասնական թեկնածով նա Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիելսն է։ 2012 թվականին Կապրիլեսը նույնպես պայքարել էր նախագահի աթոռի համար, սակայն հաղթել էր Ուգո Չավեսը։ Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվանից հետո։ 97 տարեկան հասակում մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիան Բերտիլը, նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվում, բայց վերջին 3 տարիներին արքայադուստրը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, նրան հաճախ անվանում էին Մոխրոտիկ։ Լիլիանը ծագումով Մեծ Բրիտանիայից է, հասարակ ընտանիքից եւ ամուսնացած է եղել մի անգլիացի դերասանի հետ։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրան վիճակված էր հանդիպել եւ սիրահարվել արքայազն Բերտլին։ Երկար ժամանակ նրանց սիրավեպը պահվում էր գաղտնի, որովհետեւ արքայազնը վախենում էր, որ կարող է կորցնել ժառանգի իրավունքները, եթե նա ամուսնանա բաժանված եւ ոչ ազնվական ծագում ունեցող կնոջ հետ։ 33 տարի գաղտնի հարաբերություններից հետո նրանք ամուսնացան, իսկ նրանց սիրո պատմությունը այսօր էլ ամենառոմանտիկներից մեկն է։ Կրկին վերադառնանք տեղի նորություններին։ Փետրվարի 1-ից մեկնարկել էր միասնական եւ կենտրոնացված ավարտական քննությունների դիմում հայտերի ընդունումը։ Գործընթացի վերջնաժամկետ էր սահմանվել մարտի 15-ը, որպես դիմում հայտերում որոշ փոփոխություններ կատարելու հնարավորության ժամկետ, գնահատման եւ թեստավորման կենտրոնը սահմանել է ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածը։ Այս ընթացքում շրջանավարտը հնարավորություն ունի փոխելու, ճշգրտելու կամ հաստատելու իր ներկայացրած դիմումը։ Մի քանի օրից կավարտվի միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը։ Նախորդ տարվա համեմատ այս տարի քննական կարգի մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է ներկայացնեն որոշ փաստաթղթեր եւ նոր միայն պաշտոնապես լրացնեն թերթիկը։ Դիմորդը պարտադիր պիտի ներկայացնի անձնագրի պատճեն, ամեն մի քննության համար վճարվում է 1500 դրամ այդ անդորագիրը եւ 2 լուսանկար։ Մեկ լուսանկարը փակցվում է հայտի վրա, մյուսն էլ պահվում է, որ արդեն մայիսի 25-ին համապատասխան տեղեկանք է ուղարկվում դպրոցից դեպի այն ուսումնական հաստատությունը, որտեղ որ իրենք սովորելու են, մյուս երկրորդ լուսանկարը փակցվում է այդ տեղեկանքի վրա։ Միասնական եւ կենտրոնացված քննություններին մասնակցելու նպատակով հայտի համար սահմանված վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայողները, զորացրված անձինք, առաջին եւ երկրորդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները եւ առանց ծնողական խնամքի մինչեւ 23 տարեկան անձինք։ Նախորդ տարիների համեմատ այս տարի դիմորդների թվի զգալի աճ է նկատվել։ Ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ դեռ անցյալ տարվանից սկսած մասնավոր բուհերն են ներառվել միասնական քննության համակարգում։ 2011-ից 12 տարվանից սկսած դիմում հայտում նշվում է նաև հանձնվող բանավոր առարկան։ Դիմում հայտ ներկայացնելու իրավունք ունեն նաև այն շրջանավարտները, ովքեր մինչև հիմա կողմնորոշված չեն եղել կամ դիմումներ չեն հասցրել ներկայացնել։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում այս ուսումնական տարում դիմորդների մասնագիտական ընտրությունն աչքի է ընկնում բնագիտական ուղղվածությամբ։ Ուսումնական գծով փոխտնօրեն Գոհար Քոչարյանը դա դիտարկում է մի քանի տեսանկյունից։ Պայմանավորված է նրանով, որ մեր մոտ բնագիտական հոսքը բավականին լուրջ ընկեր ունի եւ հիմա էլ Քավլիցը շատանում է ավելի շատ լեզուների հոսքը, հա։ Ռուսացոդար լեզուներ, հայոց լեզու դիմում են մեր աշակերտները։ Հանձնելու եմ 3 միասնական քննություն, հայոց պատմություն, անգլերեն եւ հայոց լեզու, բոլորն էլ հոգեհարազատ են ինձ, բոլորն էլ լավ են պատրաստվել եւ հույս ունեմ, որ պարզ լինելու գնահատականներս։ Հովանես Կարապետյանը սովորում է 12-րդ դասարանում։ Նա դեռ 5-րդ դասարանից ընտրել է իր մասնագիտությունը, ցանկանում է դառնալ իրավաբան։ Դեպի ընտրած մասնագիտություն գնալու առաջին քայլն է անում միասնական եւ կենտրոնացված քննությունների դիմում հայտ լրացնելով։ Հովանեսը եւս դժգոհում է հայոց լեզվի շտեմարանից, բայց ծանոթ է նոր շտեմարանի 5-րդ հատորին, որը նախորդի համեմատ բավական մատչելի է։ Թե գրականության եւ թե հայոց լեզվի բնակարարներում կան շատ անհասկանալի հարցեր, որ կան բառեր, որոնք նույնիսկ Հրաչյա Աջարյանի արմատական բառարաններում եւ մյուս այլ հանճարեղ բառարաններում չկան եւ մենք չգիտենք թե որտեղից են հայտնաբերել այդ բառերը եւ փորձում են դրանցով ճնշել մեզ, բայց այդ ճնշումը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մեր ուրեմն քննության վրա։ Մենք բողոքել ենք եւ փառք Աստծո փորձեցին նրանք ուղղել իրենց սախալը։
Իսկ Մերի Մխիտարյանը ծնողների օգնությամբ արդեն կողմնորոշվել ու բժշկի մասնագիտություն է ընտրել։ Նա միասնական եւ կենտրոնացված քննություն կհանձնի ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից։ Երկու առարկային էլ լավ է տիրապետում, բայց մինչ քննությունների մեկնարկը դեռ կպարապի։ Նյութերին ծանոթ եմ, բոլոր դասագրքային նյութերն եմ պատրաստել, ինչպես նաև իհարկե պարապմունքներով ընթացիկ, դպրոցն եմ պարապում, իմ բոլոր ազատ ժամանակը նվիրում եմ ընդունելության քննության պատրաստվելուն։ Դիմում հայտերի փոփոխման վերջնաժամկետը գնահատման եւ թեստավորման կենտրոնը սահմանել է ապրիլի 1-ից մինչեւ 15։ Յուրաքանչյուր դիմորդ վերջնաժամկետից հետո հայտի հետ կապված որևէ փոփոխություն չի կարող անել։ Մարգարիտ Ամինասյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մեկնել է Լոնդոն, մասնակցելու FIDE-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավաքնորդների մրցաշարին։ Հայաստանի Հանրապետության շախմատի ֆեդերացիայի տեղեկացմամբ Լևոն Արոնյանը հավաքնորդների մրցաշարից առաջ ավարտել է երկարատև եզրափակիչ ուսումնամարզական հավաքը Ջերմուկում եւ Ծաղկաձորում եւ իր օգնականների հետ մեկնել է Լոնդոն։ FIDE-ի աշխարհի չեմպիոնի հավաքնորդների մրցաշարը Լոնդոնում կմեկնարկի մարտի 14-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին։ Մրցաշարին մասնակցում է 8 գրոսմայստեր։ Սա էր մեր թողարկման վերջին լուրը, ձեզ հետ էր Անի Բաղդասարյանը, շնորհակալություն մեզ հետևելու համար առայժմ։